Ռուսաստանի զինված ուժերը սկսել են ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման վարժանքներ, որոնց մասնակցում է 64,000 մարդ, հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունները սկսվել են այսօր և կտևեն մինչև մայիսի 21-ը։ Դրանց մասնակցում է ավելի քան 7800 միավոր տեխնիկա, այդ թվում ավելի քան 140 ինքնաթիռ, 73 նավ և 13 սուզանավ։ Վարժանքներին ներառվել են նաև բալիստիկ և թևավոր հրթիռների արձակում Ռուսաստանի փորձարկման վայրերում։ Զորավարժությունները կկենտրոնանան նաև Բելարուսում տեղակայված միջուկային զենքի պատրաստման և կիրառման վրա։ ԱՄՆ-ի հակասական և սահմաններից դուրս եկող վարքագիծը շարունակում է մնալ դիվանագիտության գլխավոր խոչընդոտը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Վաշինգտոնի հանդեպ Թեհրանի խորը անվստահությունը պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները բազմիցս դրժել է իր խոստումները։ Նախարարը նշել է, որ Թեհրանը հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական բանակցություններին մասնակցում է ելնելով պատասխանատու մոտեցումից։ Իսլամաբադը հույս է հայտնել, որ Պակիստանը կկարողանա աջակցել և նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգմանն ուղղված ջանքերին։ Երևանի ժամանակով երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն պետք է հարվածեր Իրանին, սակայն Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները ԱՄՆ նախագահին խնդրել են հետաձգել հարձակումը, քանի որ հիմա բանակցություններ են ընթանում և հավանական է, որ ձեռք բերվի այնպիսի պայմանավորվածություն, որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար։ Այս տեղեկությունը հայտնել է Դոնալդ Թրամփը։ Ես հրահանգել եմ պատերազմի նախարարին, շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահին, ԱՄՆ զինուժին, որ վաղը չիրականացնենք Իրանի դեմ նախատեսված հարձակումը, սակայն նաև հրահանգել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնելու Իրանի դեմ լայնամասշտաբ ամբողջական գրոհի, եթե ընթացող բանակցությունների արդյունքները մեզ չգոհացնեն, գրել է Թրամփը։ Իրանը հուսաղատված ուզում է համաձայնագիր կնքել, բայց հետո ուղարկում է փաստաթղթեր, որոնք ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա Իրանին կոչ էր արել արագ գործել, ծանր հետևանքների սպառնալիքով։ Դա տեղի էր ունեցել, երբ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն որևէ զիջման չի գնացել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտնել է, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է Պակիստանի միջոցով։ Իրանում ուրանի հարստացման իրավունքը ճանաչվել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի հիման վրա և անհրաժեշտություն չկա, որ ուրիշները ճանաչեն այս իրավունքը երկրի համար։ Թեհրանում տեղի է ունեցել անսովոր իրադարձություն, ամուսնացել է միանգամից 1000 զույգ։ Ջան Ֆադա, նրանք ովքեր զոհաբերում են իրենց կյանքը, նախաձեռնության շրջանակում կազմակերպված զանգվածային հարսանեկան արարողությունը մեկնարկել է Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև լարվածության սրման ֆոնին։ Այս նախաձեռնությունը իշխանությունը ներկայացրել է որպես ռեժիմի նկատմամբ հանրային հավատարմության խորհրդանիշ։ Հաղորդվում է, որ հարսանեկան արարողությունները միաժամանակ անցկացվում են Թեհրանի մի շարք խոշոր հրապարակներում։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի ստանձնի Եվրոպայի և Ռուսաստանի միջև միջնորդի դերը ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում։ Մերկելն ասել է, որ ճգնաժամի կարգավորումը գործող պետությունների ղեկավարների խնդիրն է և միայն նրանց կարող է լուրջ ընդունել Վլադիմիր Պուտինը։ Մերկելը նկատել է, որ Եվրոպան բավարար չափով չի օգտագործում իր դիվանագիտական ներուժը Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մերկելը շեշտել է, որ բացարձակապես ճիշտ է համարում Ուկրաինային տրամադրվող եվրոպական ռազմական օգնությունը։ Ըստ նրա, Եվրամիությունը չպետք է խաղաղության բանակցությունների նախաձեռնությունը ամբողջությամբ զիջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետք է անձամբ ներգրավվի գործընթացում։ Մերկելի այսօրվա հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր Եվրոպայի համար ժամանակն է ընտրել իր ներկայացուցչին Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործընթացի համար։ Ավելի վաղ Կրեմլը ակնարկել էր Գերմանիայի մեկ այլ նախկին կանցլերի Գերհարդ Շրոյդերի հնարավոր միջնորդության մասին, սակայն Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը կտրուկ մերժել էր այդ գաղափարը, նշելով, որ խելամիտ չէ թույլ տալ Կրեմլին ընտրել բանակցողին։